իհարկե ես պլանավորում էի ոտքի վրա մի քանի հարցեր հետ կապված մեկնաբանություն տայի, բայց այս ֆորմատը ստացվեց ամեն դեպքում ցանկանում տեղեկացնել այս պահին ինչա կատարվում եւ ինչով է զբաղված ընդդիմությունը, մասնավորապես Հայաստան դաշինքը, նաեւ արձագանքելով մի շարք հարցադրումների, այդ թվում նաեւ մեր ընտրողների ու մեր հայրենակիցների։ Այս պահին հանրապետության տարբեր տեղամասերում տեղի է ունենում հաշվարկ, այսինքն մի շարք տեղամասեր մենք բողոքարկել ենք, որպեսզի տեղի ունենա վերահաշվարկ եւ բացի մեզանից տարբեր ընդդիմադիր քաղաքական միավորներ եւս այդ պահանջով դիմել են առաջիկա օրերին մինչեւ շաբաթվա վերջ հանրապետության մի շարք տեղամասերում տեղի ունենալու այդ վերահաշվարկ։ Ակնհայտ է, որ կան տեղամասերում արձանագրված արձանագրությունների եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալների մեջ անհամապատասխանություն։ Այսինքն մենք տեղամասից ունենք ստորագրված կնքված արձանագրություն, որտեղ արտացոլված են այլ տվյալներ, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովում այլ տվյալներ։ Կարող եմ նույնիսկ օրինակներ բերել, օրինակ 27/26 տեղամասում, սա Չարենցավանումը։ Հայաստան դաշինքը ստացել է 112 ձայն, որ արձանագրության մեջ ֆիքսված է, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում մեր դիմաց գրված է 8 ձայն։ Օրինակ 29/39 տեղամասում 117 քվ արձանագրությունով ֆիքսված է, կենտրոնականի կայքում դրված է 80 քվ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սա մեկնաբանում է իբրև տեխնիկական վրիպում, այստեղ շատ կարևոր արձանագրում, որ ուզում եմ անել, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը պարբերաբար խափանվում է եւ այս տվյալները, որ մենք կարողանանք մեր արձանագրությունները համեմատել կայքում տեղադրված արդյունքների հետ, չենք կարողանում, որովհետեւ շատ հաճախ բլոկավորվում կամ խափանվում այսօր էլ։ Այսինքն այս տվյալները, որ ասում ենք, 3 գիշերենք մենք ներբեռն է, հիմա կարող է թարմացնել, մեկ այլ բան լինի, բայց ակնհայտ է, որ կան այս անհամապատասխանությունները, որոնք մենք ֆիքսել ենք։ Հետևաբար այս պահին տեղի կունենա վերահաշվարկները, դրանից բացի այստեղ եւս ուզում եմ հստակ լինի, որ մենք ունենք 2005 տեղամասերի արձանագրությունները, առանձին եւս մենք այդ տվյալները ամփոփում ենք։ Ու նաեւ ակնհայտ է, որ վերահաշվարկի արդյունքում որոշակի փոփոխություններ ակնկալում ենք, չենք կարող ամբողջ հանրապետության տարածքում վերահաշվարկ իրականացնել, բայց մեր գործընկերները եւս այն տեղամասերի վրա, որտեղ ակնհայտ տեսել ենք կամ հասկացել ենք, որ նման խախտումներ կարող են տեղի ունեցած լինել, դիմել ենք վերահաշվարկի։ Իսկ թիվ կասեք ներողություն, ճշտով քանիսում եք դիմել վերահաշվարկի։ Մենք 2 տասնյակին մոտ, բայց այդ թիվը շատ ավելի բարձր է, որովհետև ինչպես ասեցի, ընդդիմադիր մեր մյուս գործընկեր ուժերը եւս դիմել են։ Սա մի գործընթաց, ուզում հստակ լինի, որ մենք նախաձեռնել ենք, երկրորդը մենք պատրաստվում ենք դիմել սահմանադրական դատարան, վիճարկելու ընտրության արդյունքները, սրա համար թիմը աշխատում է, ակնհայտ է, որ ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ, ոչ արդար պայմաններում, դրա համար կան բազմաթիվ փաստեր, փաթեթը պատրաստվում է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդյունքները վերջնական հայտարարելուց հետո նաեւ գնալու ենք այդ ճանապարհով։ Ակնհայտ հասկանալով ովքեր են նստած սահմանադրական դատարանում, ակնհայտ հասկանալով նրանց կաշկանդվածությունը եւ ըստ էության իշխանության կցորդ լինելու հանգամանքը, բայց այս ամեն ինչով հանդերձ ծանրակշիռ փաստերով մենք մտնելու ենք սահմանադրական դատարան արդյունքները հրապարակելուց, այս վերջնահաշվարկը ավարտելուց հետո։ Ինչ հիմնավորումներով, ինչ իրավական հիմքերով, ինչ ծավալով բավականին մեծ փաթեթ պատրաստում է, դրա մասին համապատասխան մեր իրավական խումբը հանդես կգա։ Այս հիմնական 2 աշխատանքների մասին, որ ցանկացա ձեզ տեղեկացնենք։ Իսկ ինչ վերաբերում է այն քննարկմանը, որ մանդատները արդյոք վերցնելու ենք, չենք վերցնելու, ինչպիսի քաղաքական ընթացք է լինելու, այս հարցերի պատասխանները